պատմական հողից բռնի տեղահանված և բռնազավթման ու ցեղասպանության զոհ դարձած Արցախի Հանրապետության բնակիչներս և Արցախի արժեքը գիտակցող հայերս համախմբված մայր հայրենիքում Հայաստանի Հանրապետությունում բարձրացնում ենք մեր ձայնը ի պաշտպանություն մեր իրավունքների, արժանապատվության և ապագայի։ Մեր պահանջները հիմնված են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, մարդու իրավունքների համընդհանուր նորմերի, ազգերի ինքնորոշման անօտարելի իրավունքի, պատմական արդարության և համազգային արժանապատվության վրա։ Հայաստանի Հանրապետության իշխանություններին և միջազգային հանրության տարբեր դերակատարների ուղղված մեր պահանջներն են. Առաջին, նախաձեռնողական, հետևողական և պատասխանատու կերպով իրականացնել իրավական, քաղաքական և դիվանագիտական բոլոր հնարավոր քայլերը, ապահովելու Արցախի ժողովրդի հավաքական վերադարձը հայրենի հող և այնտեղ անվտանգ, արժանապատիվ, կայուն ու ինքնորոշված կյանքը։ Այս առումով հարկ է կատարել 2023 թվականի նոյեմբերի 17-ի ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի որոշումը և Ադրբեջանի հետ բանակցություններում առաջ քաշել այդ իրավունքի պատշաճ իրացման հարցը։ Մինչ այդ պահանջում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կայուն և արժանապատիվ կյանքի պայմանների ապահովում Արցախի ժողովրդի համար ներառյալ ա. բնակվարձի աջակցության ծրագրի անվերապահ շարունակություն մինչև տվյալ ընտանիքի բնակարանային կարիքի պատշաճ բավարարումը, բ. նոր արդար և արդյունավետ բնակարանային ծրագրի մեկնարկ, որը հիմնված կլինի ընտանիքների կարիքների համապարփակ հաշվառման, համայնքային բնակության խթանման, բնակարանաշինության խրախուսման, արտագաղթի կանխման և այլ առանցքային սկզբունքների վրա։ Գ. Զբաղվածության արդյունավետ ծրագրերի իրականացում, որոնք բնակարանային կարիքների ապահովման հետ ներդաշնակ կերպով կապահովեն բռնի տեղահանված արցախցիների շրջանում գերիշխող աղքատության հաղթահարումը, կայուն և արժանապատիվ եկամտի ձևավորումը և եղած ներուժի իրացումն ու զարգացումը։ Երրորդ, կազմակերպել միջազգային դոնոր համաժողով, նշված և այլ մարդասիրական ու զարգացման բնույթի հիմնարար ծրագրերի իրականացման նպատակով ներգրավելու արտաքին մեծածավալ միջոցներ և խուսափելու Հայաստանի Հանրապետության ժողովրդի ուսերին ծանրացող երկարաժամկետ ֆինանսական բեռի ավելացումը։ Չորրորդ, հրաժարվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիության հարկադրման արհեստական քաղաքականությունից և վերադարձնել արցախցիներին իրենց Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը, հնարավորություն տալով բոլորին օգտվելու քաղաքացու իրավունքներից և ստանձնելու դրանցից բխող պարտավորությունները, վերանայել արցախցիների կուտակած կենսաթոշակային գումարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության հակասահմանադրական որոշումը, հնարավորություն տալով յուրաքանչյուր անձի ինքնուրույն կերպով տնօրինել իր կուտակած միջոցները։ Վեցերորդ, զերծ մնալ հայ ժողովրդի ներսում և հատկապես արցախցիների հանդեպ, նաև իշխանական շրջանակներից վարվող ատելության քարոզից և անխտիր կերպով պատժել բոլոր նման դրսևորումների հեղինակներին։ Յոթերորդ, առավելագույնը կատարել Ադրբեջանում պատանված ու խոշտանգվող հայերի պաշտպանության և հարատապ ազատ արձակման ուղղությամբ, այդ թվում Ադրբեջանի հետ համապատասխան բանակցությունների վարման
միջազգային իրավական և քաղաքական մեխանիզմների կիրառման, Ալիևյան ռեժիմի դեմ միջազգային պատժամիջոցների առաջ մղման և այլ ճնշման գործիքակազմերով։ Ուշադրության կենտրոնում պահել նաև անհետ կորած հայերի ճակատագրերի պարզման պարտավորության իրականացումը։ 8. Հետևողական ու հրապարակային կերպով բարձրացնել Արցախի հայկական հոգևոր մշակութային ժառանգության և հանրային ու մասնավոր սեփականության պաշտպանության հարցը միջազգային ատյաններում, հետամուտ լինելով Հայաստանի Հանրապետության հայցերի հիման վրա ընդունված միջազգային դատական ակտերի կատարման։ Այդ առումով խիստ կարևոր է համակարգված կերպով միջազգային հանրությանը ներկայացնել ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացվող մշակութային ժառանգության և մասնավոր ու հանրային սեփականության ոչնչացման ու յուրացման համակարգային ու շարունակական դեպքերը, պահանջելով մշտադիտարկման միջազգային մեխանիզմների ակտիվացում և պատժամիջոցների կիրառում։ 9. Ապահովել Հայաստանի կամ գործընկեր պետությունների կողմից միջազգային քրեական դատարան պետական դիմումների ներկայացումը Արցախի ժողովրդի բռնի տեղահանման և այլ միջազգային հանցագործությունների հետաքննման ու պատժման խնդրանքով։ 10. Զերծ մնալ միջազգային դատարաններում Ադրբեջանի դեմ ներկայացրած գանգատներից հրաժարվելու խիստ վտանգավոր մոտեցումից, ինչը մեծապես և ուղղակիորեն կխախտի Արցախի ժողովրդի և բազմաթիվ այլ հայերի իրավունքները, առանց դրա պաշտպանության և վերականգնման որևէ այլ ընտրանքային և համարժեք մեխանիզմի առկայության։ 11. Խուսափել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգային ճանաչված ձևաչափի ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման որևէ քայլից, ինչպես նաև վերսկսել Մինսկի խմբի ձևաչափով բանակցությունները Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ու վերականգնման համար։ 12. Արցախի ժողովրդի վերաբերյալ ներպետական և արտաքին քաղաքական բոլոր որոշումների կայացման գործընթացներում ապահովել նրա լեգիտիմ ներկայացուցիչների պատշաճ ներգրավումը և հաշվի առնել Արցախի ժողովրդի ձայնը, բացառելով ապօրինի և ինքնակոչ որոշումների ընդունումը։ Մենք Արցախի բռնագաղթված քաղաքացիներս ու Արցախի արժեքը գիտակցող հայերս այս պահանջագրով ոչ միայն արտահայտում ենք մեր կորստի ցավն ու ծանրագույն կացությունը, այլ նաև մեր վճռականությունը պաշտպանելու մեր իրավունքները, թե Հայաստանում, թե միջազգային հարթակներում։ Սա կոչ է արդարության, հանուն լուսավոր ապագայի, հանուն մեր համազգային արժանապատվության, հանուն տարածաշրջանի կայուն, արդար ու արժանապատիվ խաղաղության, հանուն Հայաստանի Հանրապետության և հայոց հայրենիքի հարատևման։